Բարի առավոտ։ Ուրախ ենք ձեզ ողջունել։ Այո, այսօր ապրիլի 15-ն է, օրը երեքշաբթի։ Ամեն տարի ապրիլի 15-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է մշակույթի միջազգային օր։ Եվ այո, մշակույթ բառը սանսկրիտից բառացիորեն թարգմանած նշանակում է լույսի երկրպագություն, որի նպատակն է տեսնել գեղեցիկն ու հասնել ինքնակատարելագործման։ Միայն մշակույթի պահպանումն ու վերելքը կարող են միավորել մարդկանց անկախ ազգային պատկանելիությունից, տարիքից, սեռից, ֆինանսական կարգավիճակից եւ հասարակական դիրքից։ Եվ Նյումեկ հրատարակչությունը Բարի լույսը շատ կարևոր մշակույթ են ձևավորել, այն էլ գրքային մշակույթ։ Այսօր Բարի լույսում գրքի շնորհանդես է գրքեր ընթերցելով էլ մենք կարող ենք ասել, որ տեսնում ենք գեղեցիկն ու փորձում ենք գոնե մոտ լինել կատարելությանը, ամբողջապես երևի թե որևէ մեկին չի հասնի։ Նյումեկ հրատարակչությունն ու Գուլբենկյան հիմնարկությունը ներկայացնում են նոր շատ կարևոր գիրք Արցախյան պատերազմի պատճառների, նախընթաց իրադարձությունների եւ հետևանքների մասին։ Գիրքը կոչվում է Կոտրված Վահան։ Մեր օրերում շատ կարևոր է հենց նման գրքերի հրատարակումն ու ընթերցումը ոչ միայն մասնագետների, այլ նաեւ հասարակության ամենալայն շերտերի կողմից։ Այսօր միասին մենք բացահայտելու ենք չափազանց հետաքրքիր կարևոր գրքի մանրամասները, բայց մինչև մեր եթերային հիմնական ընթացքին անցնելը չմոռանանք համեղ նախաճաշի մասին եւ ներկայացնենք մեր գործընկերոջը։ Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Դարոյինք ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշագեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 27 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելի քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոյինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման, համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում, իսկ ահա արդյունք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինք ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադաբաց սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների, Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Եվ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր հյուրերի հետ բացահայտելու են Նյումեկ հրատարակչության Գուլբենկյան հիմնադրության եւ նոր Կոտրված Վահան գիրքը։ Այնուհետև մեր հյուրերի հետ մենք զրուցելու ենք ապրիլի 18-ին Գլաձորի համալսարան պատմամշակութային արգելոց թանգարանում կայանալիք Օրբելյան իշխանական տունը Հայաստանի պատմության մեջ պահպանելով պատմամշակութային ժառանգությունը եւ վերագնահատելով անցյալը խորագրով գիտաժողովին։ Խորագիրը մի փոքր լայն էր, մենք կփորձենք այդ ճակերտները բացել ձեզ։ Այստեղ էլ շատ կարևոր պատմական փաստերի ենք անդրադառնալու, նաև տաղավարում կհյուրընկալենք Պուլս մեր բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանին եւ նրա հետ կզրուցենք բավականին տարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկի բարձր զարկերակային ճնշման մասին։ Կարևոր խորհուրդներ ենք լսելու։ Բացի այս ամենը մենք կթերթենք նաև մեր մշտական էջերը, որտեղ նորություններ ունենք, այնուհետև մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանի օգնությամբ կպարզենք, թե ինչպես կարող ենք առողջ սննդակարգից բացի ճիշտ մարզվել, այն էլ տանը, ունենալ գեղեցիկ կազմվածք եւ չենք մոռանում նաև օրվա բաղադրատոմսի մասին, բայց մինչև Սաթենիկին ողջունելը եկեք պատմենք մեր շատ լավ գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր համեղ գործընկերոջը Աթենք մսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ, պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում,
Այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրն Աթենքի հետ ավելի համեղ հաշված րոպեների ընթացքում։ Իսկ այժմ մենք տեղափոխվում ենք խոհանոց հասկանալու համար, թե Սաթենիկը այսօր ինչերը պատրաստելու Եթե անկեղծ այսօր սեղանին չենք նայել, չգիտենք անգամ ինչ բաղադրիչներ կան այնտեղ։ Սաթենիկ, բարի առավոտ, օրը բարի է մեր եւ ձեր համար։ Այո, ամեն։ Բարի առավոտ Արտակ, Լիլիթ, բարի առավոտ հավատարիմ հեռուստադիտողներ։ Այո, շատ լավ է, որ չգաղտնազերծեցին այսօր թե ինչ եմ պատրաստելու, որովհետև սեղանի վրայի բաղադրիչները, որոնցով պատրաստելու եմ այսօր համեղ կերակուր, պահել էի։ Իդեպ օրեր առաջ ես պահքային մենյուից, ռեստորաններից մեկում վայելել եմ բուսական օջախուրի, որ ինձ շատ դուր եկավ, դա էր պատճառը, որ ես այսօր որոշեցի ձեզ էլ առաջարկել, նրանք ովքեր պահքի մեջ են վստահ են, որ շատ դուր կգա։ Ինչ է հարկավոր։ Կարտոֆիլ, որը հասրել եմ արդեն կտրատել, մի փոքր աղ եմ արել, նախապես տապակը տաքացրել եմ, այնուհետև տաքացրած տապակի վրա ավելացրել եմ ձիթայուղ, ես հիմա կլցնեմ կարտոֆիլը, հանգիստ արդեն կարող եմ բարձրացնել ջերմաստիճանը, որ տշտոժոցը կարդեմ։ Հետո մանրացնելու եմ մնացած բաղադրիչները, որի համար ինչ է հարկավոր։ Ունեմ այստեղ բուլղարական 2 գույնի պղպեղ, 3 գույնի պղպեղ, որոնք այս անձրևային եղանակը կոտրելու են, մեր տրամադրությունը էլ ավելի բարձրացնեն, այնուհետև ունեմ լոլիկ, որը եռացրած ջուրը վրան լցնելու եմ, կեղևը հանելու եմ, առանց կեղևի եմ տապակել մնացած բաղադրիչների հետ, դե շամպինյոն տեսակի սունկը ես արդեն բոլորը վստահ եմ, որ գիտեն, կիսելու եմ։ Կեսը ես աղցան եմ պատրաստելու, կեսը կտապակեմ մնացած բաղադրիչների հետ, բայց քանի որ ասեցի աղցան եմ պատրաստելու, արդեն բոլորի կողմից սիրված, ճանաչված շամպինյոն տեսակի սնկով աղցան եմ պատրաստելու, որի գլխավոր բաղադրիչը, որքան էլ շամպինյոն տեսակի սունկն է գլխավոր բաղադրիչ, բայց հավատացնում եմ առանց այս կիտրոնապղպեղի դուք չեք ստանա այն աղցանը, որը ես սոյայի սոուսն եմ ավելացնում, կիտրոնապղպեղն եմ ավելացնում եւ արդեն պատրաստ է կերակուրը, աղցանը։ Հարկավոր է խմելի սունելի, եթե ես ասում եմ օջախուրի, դա նշանակում է անպայման, այս համեմունքը մեզ անհրաժեշտ է, դե քանի որ տեսականին լայն է, իդեպ հիշեցնեմ, որ դուք կարող եք այս սննդային ներկերից օգտվել, կամաց արդեն գնել, ունենալ ձեր ձեռքի տակ, քանի որ բան չմնաց, հաշված օրերից վայելելու ենք զատիկը, բոլորիս կողմից սպասված 48 օրը լրանալու է եւ մենք ձուն ներկելու ենք, նստելու ենք ընտանիքով կլոր սեղանի շուրջ։ Տեսականին ամբողջ ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ Tonia's Family Company կողմից առաջարկված համեմունքները։ Սիրելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonia's Family Company Zолотое тесто ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zолотое тесто ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում։ Ցանկացած ուտեստի համար չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաեւ հրաշալի ակցիա է գործում գնելով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նաեւ 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ, որ առաջին անգամ շոկայում նոր առաջարկ Zолотое тесто ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ ջիփականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինչ կարող եմ արդեն ավելացնել, կրակը փակել կափարիչով, որ լավ տապակվի, կարմրի, այն որ մեկ ձայն եք լսում, դա ես եմ պահարանից, դարակից որևէ բան հանում։ Եվ կհասցնեմ արդեն մնացած բաղադրիչները կտրատել եւ ավելացնել, բայց ճիշտ պահն է, որպեսզի ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, Դարոյինքը, ներկայացնում է քաղցրություն, ապահովում է մեր քաղցրավենիքների լայն տեսականին։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով, ղրտղրտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի,
կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները, այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան, ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Ինչ է մնում ինձ անել, հագնել ձեռնոցը, երկրորդ զույգի դեմ եւ անցնել աշխատանքի։ Առավոտ եւ այսպես Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, նախընթաց իրադարձությունների եւ հետևանքների մասին։ Առաջին համապարփակ մասնագիտության եւ մասնագիտական վերլուծությունը։ Գրքում 17 հոդվածագետները վերլուծել են պատերազմը, անդրադարձել սպառազինության մրցավազքին, ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը։ Գրքի գլխավոր գործընկերը Գուլբենկյան հիմնարկությունն է։ Այս պահին գրքի մասին խոսելու ենք Civilnet գլխավոր խմբագիր, պատմագետ, գիտությունների թեկնածու եւ կոտրված Վահան գրքի համակարգող խմբագիր Կարեն Հարությունյանի հետ։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ սիրուն կարվելու համար։ Մեզ սկզբում խնդրում պատմեք, ինչի մասին է գիրքը, երբ ձեզ հարցնում են, հետաքրքիր է ինչպես եք երկու բառով նկարագրում։ Բարև ձեզ, ինչպես դուք արդեն նշեցիք, գիրքը Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Ճիշտ չի լինի ասել, որ գիրքը ամբողջությամբ հենց 2020-ի պատերազմի մասին է, այնտեղ իհարկե գերակշռող է 2020-ի պատերազմի թեման, բայց կան հարակից թեմաներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պատերազմին, հակամարտությանը, նախընթաց իրադարձություններին, դիվանագիտական, քաղաքական, սոցիալ-հասարակական եւ այլն։ 17 փորձագետներ, վերլուծաբաններ գրել են մոտ 16 հոդվածներ, դրանք ինչպես է աշխատանքը կարգավորվել, ինչպես է աշխատանքը կազմակերպվել, որպեսզի մեկ ընդհանուր լեզու լինի վերջը։ Աշխատանքը իրականում սկսվել է շատ շուտ, երբ պատերազմի ավարտից հետո 2021-ի վերջին ձևավորվեց մասնագետների, փորձագետների մի խումբ, շատ ավելի լայն խումբ Հայաստանում եւ արտասահմանում, համակարգում էր Վիգեն Չտերյանը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր եւ դասախոս եւ այս գրքի ընդհանուր խմբագիրը։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ունեցանք, մենք շատ ավելի լայն թեմաներ էինք վերցրել, բայց ցավոք ոչ բոլոր թեմաներով կարողացանք ի վերջո ստանալ հոդվածներ եւ հետազոտական աշխատանքներ, բայց նույնիսկ այն ինչ որ կարողացանք ստանալ բավական արժեքավոր է։ Այս գրքի ստեղծման արդյունքում նաև ծնվեց մեկ այլ գիրք, որը վերնագրել ենք «Պարտություն», դարձյալ Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակությամբ։ Գրքում Վիգեն Չտերյանը մասնավորապես հետազոտեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հանգամանքները 30-ից ավելի հարցազրույցների հիման վրա, որոնք տեղի ունեցան Հայաստանի ներկայիս եւ նախկին ղեկավարների, ինչպես նաեւ զինվորականների, պատերազմի մասնակիցների եւ քաղաքագետների, փորձագետների հետ շատ արժեքավոր վերլուծություն է պատերազմի ընթացքի մասին։ Գիրքը, որ վերնագրել ենք «Պարտությունը», նույնպես լույս տեսավ այս գրքից մոտավորապես 1-2 ամիս առաջ ու կարծես ծնվեց որպես այս գրքին հարակից մի գիրք։ Հիմա կոնկրետ այս գրքի մասին մենք երբ քննարկում էինք թեմաները, կային օրինակ առանձին ճակատամարտեր, որ ուզում էինք նույնպես տեղ գտնենք գրքում, բայց ցավոք ի վերջո կամ հետազոտողները աշխատանքի կեսից հետ կանգնեցին կամ չստացվեց, որովհետև շատ դժվար է, օրինակ, չգիտեմ, հարավային ուղղությամբ ճակատամարտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալ, քանի որ կան քրեական գործեր, կան ներկայում նաև շատ զգայուն թեմաներ, որ մարդիկ խուսափում են խոսել եւ այլն, հետազոտությունը բավականին դժվար առաջ գնաց այդ առումով, թե որոշ աշխատանք գնացել էր մի քանի ճակատամարտերի մասին էր խոսքը, մասնավորապես թե հարավային ուղղությամբ Շուշի ճակատամարտի մասին էր խոսքը, այնտեղ եւս ագին աշխատանք կատարվել էր, բայց առաջ չգնաց, եւ կարող եմ ասել, որ այս աշխատանքը, որ փաստորեն ակադեմիականների կողմից է արվել, զուգորդվում է հետաքննող լրագրողների կողմից
կատարվող աշխատանքներով եւ կարող եմ ասել, որ հետաքննող լրագրողները բավական լավ աշխատանք են կատարում հետազոտելու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ հետագա իրադարձությունների հանգամանքները, օրինակ հետքը, Civilnet-ը ու մի քանի արդեն ծավալուն վերլուծական հետաքննական հոդվածներ եւ տեսանյութեր են հրապարակել այս թեմայով, բայց իհարկե շատ կարևոր է, որ ակադեմիականները նաեւ կատարեն այդ աշխատանքը, որովհետեւ ի վերջո հետաքննող լրագրողների կամ ընդհանրապես լրագրողների աշխատանքում չկա գիտական մեթոդաբանություն։ Դա է ակադեմիականի ու հետաքննող լրագրողների տարբերություններից մեկն է։ Գիտական մեթոդաբանությունը կարևոր է։ Իսկ այս առումով այս գիրքը հենց գիտական մեթոդաբանության հիման վրա գրված գիրք է, բայց կարող եմ ասել նաև, որ շատ հեշտ ընթեռնելի գիրք է, եթե մարդիկ չեն կարողացել դեռ ծանոթանալ, թող չխուսափեն իհարկե, հեշտ լեզվով է գրված, հասկանալի, առանց ավելորդ եզրաբանությունների։ Գրքի հետ կապված նաև շատ կարևոր փաստ կա, որ ադրբեջանցի վերլուծաբանի կողմից գրված հոդված կա։ Ինչի մասին է հոդվածը եւ ինչ նոր փաստեր են բացահայտվում։ Այնտեղ երկու ադրբեջանցի հեղինակ կա, բնականաբար երկուսն էլ դիսիդենտ են, ոչ մեկ նրանցից Ադրբեջանում չի ապրում, մեկը Սևինչ Սամադզադեն է, որը գրել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ պետության շփումների մասին եւ այդ կոնտեքստում Ղարաբաղյան հակամարտության ընկալումների, մյուս աշխատանքը Արիֆ Յունուսովինն է, բավական ծավալուն աշխատանք է եւ կարող եմ ասել, որ հայերեն տարբերակում ամբողջականն է պահպանվել։ Իդեպ ասեմ, որ այս գրքի անգլերեն տարբերակը լույս կտեսնի աշնանը Լոնդոնում, հեղինակավոր IB Towers հրատարակչական կողմից, այո, նույն գիրքը, ի պատիվ Նյումեգի մենք հայերենը կարողացանք ավելի շուտ ունենալ, քան անգլերենը եւ ասեմ, որ հոդվածների մեծ մասը ի սկզբանե անգլերեն է գրվել ու ի պատիվ էլի եմ ասում Հայաստանի հրատարակչության Նյումեգի մենք սա ավելի շուտ ունեցանք ու շատ կարեւոր էր այս գիրքը նույնիսկ շատ ավելի վաղ ունենալ, բայց տեխնիկական դժվարություններ եւ շատ այլ հարցեր թույլ չտվեցին դա անել։ Հիմա վերադառնալով Արիֆ Յունուսովի աշխատանքին, այնտեղ շատ կարևոր թեմաներ է արծարծում Յունուսովը, մասնավորապես Ադրբեջանում կլանային պայքարի մասին, սկսած 1970-ականներից Ալիևների կլանը, հետագայում այնտեղ 90-ականներից սկսած ձևավորվում է հայաստանցիների կլանը, որ կոչում էին Ադրբեջանում երազ, կար քրդական կլանը եւ կար ի վերջո Փաշաևների կլանը եւ նույնիսկ այն տարիներին, երբ որ Ադրբեջանի նախագահ էր դարձել Իլհամ Ալիևը, նա ամբողջական իշխանություն չուներ այս կլանների նկատմամբ եւ ստիպված էր մանևրել։ Օրինակ կար Ռամիզ Մեհդիևը, Հայր Ալիևի աշխատակազմի ղեկավարը, հետագայում նաեւ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը, որ փաստացի ղեկավարում էր Ալիևների կլանը եւ ընդհանրապես գորշ կարդինալն էր այդ կլանների պետական համակարգի, ինքն էր որոշում թե ով կդառնա падգամավոր եւ այլն, որքան էլ զարմանալի է Իլհամ Ալիևը չէր ներկայացնում Ալիևների կլանը, Իլհամ Ալիևը ներկայացնում էր Փաշաևների կլանը։ Մի այսպեսի հարց, տեսեք, այն հետաքննող լրագրողները կամ փորձագետները, որոնք որ վերլուծություններ արել են Հայաստանում, նրանք ապրում են Հայաստանում։ Ադրբեջանի պարագայում կարծես նրանք չեն ապրում այնտեղ։ Այդ հարցի պատասխանը դժվար չէ կռահել։ Ադրբեջանում անկախ լրագրողները կամ մտածողները կամ բանտում են կամ Դա հնարավոր չէր կազմակերպել եւ վերջին այսպես հարցը առհասարակ աշխատանքը դժվար էր կազմակերպել զուտմտքային առումով, բովանդակային առումով, որպեսզի այսպես կարծիքները մի օրինակն են, թե դա կարևոր չէր այս պարագայում հոդվածները Աշխատանքը իհարկե շատ դժվար է, որովհետև այս մարդիկ, որոնք որ իրենց ներդրումն են ունեցել գրքի ստեղծման գործում, բոլորն էլ զբաղված մարդիկ են տարբեր ոլորտներում, օրինակ Ժիրայր Ամիրխանյանի հոդվածը, որ հրապարակվել է Հայաստանի ռազմական բարեփոխումների մասին, կարող եմ ասել, որ հայերենով հրատարակված, հայերենով լույս տեսած առաջին նման ծավալուն վերլուծությունն է եւ Ժիրայրը ինքը գիտեք գործող զինվորական է գլխավոր շտաբի պետի
խորհրդականն է եւ լավագույն մասնագետներից մեկն է եւ այնտեղ բացառապես ռազմագիտական վերլուծություն է։ Եվ ի վերջո մեր հասարակության մեջ հումանիտար հասարակագիտական գրականության այդպիսի աշխատանքներ քիչ են։ Դա ազդում է ինչ-որ առումով մեր հասարակության գիտակցության վրա կամ մտածողության։ Կարծում եմ իհարկե ազդում է եւ մի բան էլ ես կարող եմ այդ առումով նշել, որ ցավալիորեն Ղարաբաղյան հակամարտության, հատկապես 2020-ից հետո 2020-ի պատերազմի եւ 2020-ի պատերազմին հաջորդած իրադարձությունների մասին գրեթե բոլոր կարևոր աշխատանքները, գիտական, ակադեմիական աշխատանքները կատարվել են ոչ հայաստանյան ինստիտուտների պատվերով։ Օրինակ, պատերազմից հետո եղավ Սիմոն Սարաջանի ղեկավարությամբ Հայաստանի պարտության պատճառները 2020-ին հարցաշարժով, որին ինքս էլ մասնակցել եմ, դրանից հետո եղան մի քանի հոդվածներ, այդ թվում Վարամ Տեր-Մաթևոսյանի, Հովհաննես Նիկողոսյանի հոդվածը հեղափոխությունից պատերազմ, որ տպագրվեց դրսում, եղավ Փոթորիկ Կովկասում ժողովածուն, որը նույնպես Նյումեգն է հրատարակել եւ այս գիրքը գնողներին խորհուրդ կտամ նաեւ մյուսը գնել, եթե դա չեն կարդացել, որտեղ ավելի ամբողջական պատկեր կարող են ստանալ նաեւ Փոթորիկ Կովկասում ծանոթանալ։ Շնորհակալություն այս կարճ ժամանակում։ Հա, չհասցրեցի լրիվ ասել, լավ, մնացածը Ավելիքում ինտրիգը կար, որ գնեն գիրքը եւ նախորդները, որպես ընդհանուր պատկերացում կազմեն։ Իրականում սա շատ կարևոր աշխատություն է ոչ միայն մասնագետների, այլ նաեւ հասարակության լայն շերտերի Ձեզ լավ ենք ցանկանում։ Շնորհակալություն։ Եվ այսպես մենք զրուցում ենք կոտրված Վահան գրքի համակարգող խմբագիր Կարեն Հարությունյանի հետ եւ գրքում այսպես 17 փորձագետներ վերլուծում են Արցախյան պատերազմը գրեթե բոլոր ասպեկտներով։ Այս պահին դիտենք տեսանյութ, որտեղ գրքի մասին է խոսում աշխատության գրքի խմբագիր Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանը։ Տեսանյութը գովազդից հետո։ Այս քիրքի նպատակն է վերլուծել, հասկանալ, բացատրել 2020-ի Ղարաբաղի երկրորդ պատերազմը, իր պատճառները եւ իր հետևանքները։ Նպատակն է մեկ բարձունակ բացատրություն չտալ, այս շատ բարդ երևույթի շուրջ, ինչ որ է պատերազմները իրենք շատ բարդ երևույթներ են, այլ փորձել դարբեր դիսագյունները, դարբեր մոդիցումներով արձարծել եւ վերլուծել այդ պատերազմը։ Այս պատերազմը ինքը շատ անշուշտ կարևոր է հայ հանրության համար եւ խորին որ այս գիրքը պետք է իր դերը գտնա հայալեզու գարտացողի, այդ գարտացողը լինի մասնակետ, թե քաղաքական գործիչ, թե համալսարանական եւ կամ բարձ քաղաքացի, քանի այս հարցը պետք է որ հետաքրքրի շատ լայն ուրեմն գարտացողներում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք Նյումեգ հրատարակչության հետ աշխատել, այս գիրքը շատ արագ ձևով պատրաստելու, շատ մկլուխներ թարգմանվեցան անգլերենի դեպի հայերեն եւ հույսով եմ որ այս լինի կարևոր կայմը, բայց ոչ վերջինը, որովհետեւ մենք ավելի խորանանք Հայաստանի եւ հայության հուզող քաղաքական եւ միջազգային հարցերի շուրջ։ Առավոտ մենք շարունակում ենք զրուցել Նյումեգ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության նոր գրքի մասին։ Գիրքը կոչվում է Կոտրված Վահան, այն ակադեմիական հոդվածների ժողովածու է, որտեղ մասնագետները վերլուծում են Արցախյան պատերազմը։ Մեր տաղավարում է գրքի հոդվածագիրներից մեկը արևելագետ, պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ, պրոֆեսոր Նաիրա Սահակյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, մեկ հոդվածներից մեկը ձերն է։ Հետաքրքիր է, երբ ասացի կամ գաղափարի եղավ հոդվածը գրելու, ինչպես կողմնորոշվեցիք ինչի մասին լինի եւ ինչպես համապարփակ ներկայացնեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ընդհանուր առմամբ վերջին մի քանի տարիներին ես հիմնականում ուսումնասիրել եմ Ադրբեջանի պաշտոնական խոսույթը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, թե Հեյդար Ալիևի եւ թե Իլհամ Ալիևի ժամանակաշրջանում եւ
ինչ որ մի պահի իմ համար կարևոր հարց եղավ, իսկ լավ մեր կողմից ինչպես էր խոսույթը ձևավորվում կամ ինչպիսի փոփոխություններ էր կրում մեր կողմից, որովհետև առաջին հայացքից թվում է, թե երբ որ դու այդ դրա համատեքստում ես, դրա մեջ ես, քո համար ամեն ինչ պարզ է, բայց նայել թե 88-ից մինչև 2020 թվական ինչպիսի փոփոխություններ են եղել, կարևոր էր եւ այդ գիծը ուսումնասիրել, դրա համար մտածեցի, որ անհրաժեշտ է նաեւ նմանատիպ ուսումնասիրություն անել, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի խոսույթի վերաբերյալ եւ ըստ էության այդտեղից էլ ծնվեց հոդվածի գաղափարը։ Գրքում բացի Արցախյան պատերազմից ուրիշ նաև այլ թեմաներ է արծարծվում, բայց հիմնականում ինչքանով է կարևոր հասկանալու համար իրականությունը, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվելու համար, ինչի համար պիտի կարդան այս գիրքը։ Ընդհանրապես գիրք կարդալը լավ բան է։ Հրաշալի բան է։ Հա, Նյումեգն էլ բազմաթիվ լավ գրքեր ունի, կարող են մարդիկ կարդալ, բայց ինչու համար է անհրաժեշտ կարդալ այս գիրքը։ Նախ, որովհետև երբ որ 20 թվականի նոյեմբերի 9-ը չարաբաստիկ տեղի ունեցավ, շատերի համար հարց էր ինչու։ Չէ, այդ հարցը բոլորիս մտքում կար, ինչպես եղավ, որ Կովկասի հաղթանակած բանակը, հզոր պետությունը, երկու հայկական պետություններ եւ այլն այդ ամեն մտքերն ունեցող կողմը հանկարծ նմանատիպ լուրջ պարտություն կրեց եւ ըստ էության կապիտուլյացիայի գնաց եւ այդ հարցի այդ ինչու այդպես եղավ հարցի փորձ է պատասխանել այդ հարցին։ Իհարկե դժվար է ասել, որ ամբողջությամբ փորձել ենք պատասխանել այդ հարցին, բայց ամեն դեպքում գրքում մի շարք հոդվածներ կան, որոնք տարբեր ասպեկտներով փորձում են պատասխան գտնել այդ կարևոր հարցի համար եւ իմ հոդվածը դրանցից մեկն է ընդհանրապես այնտեղ կան իհարկե նաեւ ռազմական, աշխարհաքաղաքական եւ մի շարք այլ հարցերին վերաբերող հոդվածներ, որոնք էլի փորձ են պատասխանել այդ ինչու հարցին։ Դուք միասին քննարկումներ ունեցել եք հոդվածագիրներով։ Այո, մենք մինչև գրքի այս վերջնական տեսքը ձևավորվելը մի շարք, այսպես ասած, աշխատաժողովներ ենք ունեցել, որտեղ քննարկում էինք, թե ինչ ասպեկտներ պետք է ներառվեն այն ծրագրի մեջ, որը վերջնական տեսք կարող է ունենալ գրքի տեսքով, եւ այդ համատեքստում էր, որ ունեցել ենք մի շարք քննարկումներ, թե մինչև տեքստերի գրելը եւ թե տեքստերը գրելուց հետո մենք տեքստերը գրելուց հետո էլ սևագիր տարբերակները քննարկել ենք միասին եւ իհարկե ոչ բոլոր տեքստերը, որովհետեւ կան հեղինակներ, ում հետ հնարավոր չէր հասկանալի պատճառներով քննարկումներ ունենալ, օրինակ ադրբեջանցիների հետ Հայաստանում առնվազն քննարկում չէին կարող ունենալ, բայց հեռահար կապով կարող է դառնալ։ Որոշ չափով այո, բայց հիմնականում ըստ էության քննարկումները եղել են հայաստանցի մասնագետների մեջ, այսպես կոչված օֆլայն տարբերակում, բայց մյուսների հետ նույնպես միանշանակ քննարկում։ Որոնք են այդ տարընթերցումներն ու օրինակ ի վերջո քաղաքագիտությունը ամեն դեպքում ինքը ճշգրիտ գիտություն չէ, աղբյուրները կարող են տարբեր լինել, փաստերը նույնպես, հա, որն էր այդ դժվարությունը եւ ընդհանուր հայտարարի գալու։ Տեսեք, այստեղ ընդհանուր հայտարարի գալու որևէ խնդիր չկար, որովհետև ամեն հեղինակ ինքն է պատասխանատու իր գրած տեքստի համար եւ գիրքը մենագրություն չէ ըստ էության, որպեսզի փորձեինք բոլորի մոտ առաջացած ինչ որ տարընթերցումներ կամ անհամաձայնություններ համապատասխանեցնել։ Եթե հիմնական խնդիրը ինչն էր, գիտականորեն վերլուծել այն ամենը ինչ հնարավոր է եւ եթե գիտական վերլուծության արդյունքում հեղինակը գալիս է ինչ որ X եզրակացության, ապա դա այդ հեղինակի իրավունքն է։ Ամենակարևորը, որ այդ մեթոդաբանությունը գիտական ճիշտ օգտագործվի եւ որևէ մանիպուլյացիաներ եւ այլն չլինեն այնտեղ, որովհետեւ երբեմն լինում են, որ թեմայով իբրև թե հետազոտություններ են անում, բայց իրականում այդ հետազոտությունների ետևում այլ բաներ են կանգնած։ Այս պարագայում կարող եմ վստահաբար ասել, որ նման բան չկա եւ հեղինակներն էլ փորձել են մաքսիմալ օբյեկտիվ մոտեցմամբ վերլուծություններ ներկայացնել, որը կարդալով միայն կշահի ընթերցողին։
Ճիշտ ասած, ինձ այս ընթացքում մի հարց հետաքրքրեց, դուք ասացիք, որ ամեն հեղինակ պատասխանատու է իր գրածի համար։ Արդյոք ձեզ մոտ եղել է դեպք, որ ոչ օբյեկտիվ պատճառներով ունենալով սուբյեկտիվ պատճառներ ու սուբյեկտիվ կարծիք, զետեղել եք ձեր հոդվածի մեջ ու դա ինչ որ խնդրի է առաջացրել, դրանից հետո եք հանել։ Չէ, տեսեք, նմանատիպ ինչ որ բաներ չեն եղել։ Ուղղակի ես ասացի այն ինչ տեսնում եմ ընդհանրապես մեր ակադեմիա ասվածում, երբեմն նմանատիպ սուբյեկտիվ կամ ինչ որ քաղաքական շահեր սպասարկում եւ այլն նմանատիպ բաներ լինում են, բայց այս պարագայում նման բան չի եղել։ Իմ պարագայում մի դեպք կարող եմ հիշել, որ ոչ թե սուբյեկտիվության մասին է խոսքը, այլ ոչ այս գրքի շրջանակում ես մի կարճ հոդված էի գրում, որը հետագայում տպագրվեց լոնդոնյան մի կազմակերպության էջում, որտեղ խնդիր էր առաջացել, արդյոք պետք է գրել Շուշա, թե Շուշի։ Ինձ մոտ բնականաբար տեքստում Շուշի տարբերակն էր, եւ երբ որ ամբողջությամբ արդեն հոդվածը խմբագրի հետ համաձայնեցված էր, հանկարծ նամակ եմ ստանում, որտեղ խմբագիրը գրում է, որ գիտես, նմանատիպ խնդիր ունենք, մենք այստեղ որոշ երկրների դեսպանատներ կարող են մեր վրա հարձակվել եւ այլն, հետեւաբար դեմ չես, եթե դարձնենք Շուշա։ Ես բնականաբար դեմ էի, ասացի, որ եթե Ինչպես հանգուցալուծվեց։ Գրվեց Շուշի։ Շուշի։ Եվ ի վերջո այս գիրքը ինչ է կարծում, ինչպես կընդունվի երկու հասարակություններում, չգիտեմ, Ադրբեջանում կա այս գիրքը, որ նրանք է կարծում։ Ադրբեջանում դեռևս ոչ, որովհետև հայերենը կարծում եմ անգլերեն տարբերակը կլինի աշնանը եւ հավստահ եմ, որ որոշ ադրբեջանցիներ միանշանակ կծանոթանան գրքին, թե Ադրբեջանի ներսում եւ թե դրանից դուրս, բայց այն, որ հեղինակներ կան հենց ադրբեջանցի, կարծում եմ կարեւոր է այնքանով, որ դրանով ցույց ենք տալիս, որ մենք առնվազն բաց ենք գիտական դաշտում համագործակցության համար։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, ձեզ գիտական նոր հոդվածներ։ Եվ այսպես մեր տաղավարում արևելագետ պատմաբան կոտրված Վահան գրքի հոդվածագիր Նայրա Սահակյանն էր։ Մենք խոսում ենք Newmake հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության հրատարակած Կոտրված Վահան Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծության աշխատանքի մասին, այս պահին դիտենք եւս մեկ տեսահնյութ, որտեղ գրքի հոդվածագիրներից մեկը Լոուրենս Բրորերսը կխոսի իր հոդվածի ու այս գրքի մասին։ My chapter concerns the diplomacy that was enacted between Armenia and Azerbaijan in the aftermath of the Second Karabakh War. We've seen bilateral negotiations on a normalization text, and just 10 days ago, in separate announcements, Yerevan and Baku have declared that the text of this treaty is complete, and so there's been a lot of speculation as to what this means and whether it does in fact mean the end of this tortuous 33-year history of Armenian-Azerbaijani negotiations. I'm afraid that the analysis in my chapter suggests that that might be a premature analysis. I point to the question of domestic legitimacy. We now have a rather asymmetric situation where the leadership on one side of the conflict in Armenia, the legitimacy no longer depends on the conflict, whereas in Azerbaijan we're seeing a pivot into a conflict-based legitimacy following the victory in 2020. We also know that some of the most contentious issues have been kicked down the road. That includes connectivity. And we also know that fundamental issues of justice and accountability are not part of the agenda of this agreement. Therefore, it seems to me that rather than arrival at the end of this process, the key question is whether the process can continue without a regression into large-scale violence, or whether the truce that has held now for more than a year can continue.
Շարունակում ենք խոսել Նյումեկ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության կոտրված Վահան Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծության եւ այս աշխատության մասին։ Գրքում 17 քաղաքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ վերլուծել են պատերազմը բոլոր ասպեկտներով՝ դիվանագիտություն, ներքաղաքական կյանք, թուրք-ադրբեջանական հարաբերություններ։ Մեր տաղավարում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքեսյանը։ Նա իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ սիրուն կարվերի համար։ Խնդրում եմ պատմեք ինչ դրույթներով եք ներկայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ես թեև ի սկզբանե նպատակը ավելի նեղ էր Ռուսաստանի քաղաքականությունը եւ գործողությունները պատերազմի ժամանակ եւ դրա համատեքստում, բայց առավել խորանալով խնդրի մեջ պարզ էր դառնում, որ նման սիտուատիվ վերլուծությունը բավական չի լինի եւ կարիք կար ավելի մանրամասն եւ այն հիմքերին անդրադառնալ, թե ինչից է բխում այդ քաղաքականությունը։ Այդ պատճառով ես վերցրել նայել եմ մակրո տեսանկյունից պատմաբանի գործ ես չեմ արել, հա, բայց նայել եմ Ռուսաստանի քաղաքականության էվոլյուցիան, թե ինչ փուլերով է անցել, ինչ փոփոխություններ է ապրել։ Վերջին որ տարիներին։ Անկախությունից ի վեր եւ մի բան է պարզ դարձել դրանից, ինչը երևի այդքան էլ ակնհայտ չէր հետազոտության սկզբում, որ Ռուսաստանի քաղաքականությունը կոնֆլիկտի վերաբերյալ 30-35 տարիների ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Դա երևի թե Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղղություններից կամ կետերից ամենաստաբիլն է եղել ու թեև Ռուսաստանը ունեցել է դաշինքային հարաբերություններ Հայաստանի հետ, բայց տարբեր ադմինիստրացիաների ժամանակ, տարբեր արտգործնախարարների շուրթերով, տարբեր դրույթային փաստաթղթերի մեջ հստակ կարմիր գծով, կարմիր թելով անցնում է միտքը, որ անկախ այս հարաբերությունների տեսակից Հայաստանի հետ, դաշինքային հարաբերություններից Ռուսաստանը չի պատրաստվում եւ չի անցնելու կողմերից որևէ մեկի օգտին կոնֆլիկտը լուծելու ի վնաս մյուսի, որովհետեւ կհասնենք այդտեղ, որովհետև ի վնաս որևէ մեկին ենթադրելու էր ի վնաս Ռուսաստանի հարաբերություն, ի վնաս Ռուսաստանի շահերին տարածաշրջանում, որովհետև չէր պատրաստվում մեկին զոհել մյուսի։ Արդյոք այդպես եղավ թե չէ, երևի թե չէ, ամենայն հավանականությամբ այդպես չեղավ, որովհետև արդյունքում մենք տեսանք, որ պատերազմից հետո ռուս-հայկական հարաբերությունները, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները լուրջ վնաս կերեցին, Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում եւ սա հանրային հարցումներն են ցույց տալիս, թե ինչպես հայաստանցիների շրջանում գլխավոր դաշնակից կամ գլխավոր բարեկամ պետություն ընդունվելուց հետո Ռուսաստանը արդեն ըստ նախորդ տարվա հարցումների բնակչության 1/3-ը, հարցվածների 1/3-ը Ռուսաստանը համարում է գլխավոր սպառնալիք։ Եվ կարծում եմ սա բավական խոսում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից մի հասարակության մեջ, որտեղ կարծես թե նման սպառնալիք չկար։ Բայց սա վերադառնալով հարցին, արդյոք այդպես արեց, այդպես չարեց, որովհետև ընտրությունն անելու բանը Ռուսաստանին չէր տրված, որովհետև ես կարծում եմ, որ 20 թվականի պատերազմը ամեն դեպքում որոշակի անակնկալ էր նաև Ռուսաստանի համար։ Ռուսաստանը երևի թե սխալմամբ վստահ լինելով, որ տարածաշրջանում պահպանում է հեգեմոնի դիրքերը, ուժեղի, որը կարող է լուծել եւ արդյունք տալ ցանկացած լրացնել, կարգավորել, ամեն դեպքում թելադրել իր կամքը, իրավիճակ, մենք տեսանք, որ Ռուսաստանը ձախողվեց, որովհետև առաջին հրադադարի համաձայնագիրը, որը Մոսկվայում պատերազմի երկրորդ շաբաթի ավարտին ձեռք բերվեց ռուսական միջնորդությամբ ու ներկայացվեց որպես մեծ դիվանագիտական հաղթանակ, թմկարում էին, եթե կարդանք ռուսական մամուլը այդ օրերի, ապա շատ հաղթական եւ կարեւոր դերակատարի տոնով էր լուսաբանվում այդ միջնորդությունը, դրանից պարզապես ժամեր անց այդ թվում թուրքական միջամտության պատճառով Ռուսաստանի այդ նախկին հեգեմոն դիրքը լիովին կասկածի տակ առնվեց ու մինչև Թուրքիայի շահերը ստիպված չեղան կողմերը հաշվի առնել, երկրորդ հրադադարն էլ տապալվեց ֆրանսիական, երրորդն էլ ամերիկյան ու արդեն 3 համանախագահների միջնորդությամբ եւ արդյունքում ոչ
չկարողացավ Ռուսաստանը այնպիսի դիրք գրավելու, այնպիսի լուծում տալ պատերազմի ավարտին, որը կլիներ, որը չէր լինի կողմերից որևէ մեկի օգտին, այդպես եղավ, բայց արդյունքում մենք տեսանք, որ եթե անգամ այդ ժամանակ կար ինչ-որ հաղթական տոն համենայն դեպս ռուս փորձագետների, նաև արևմտյան փորձագետների, ովքեր ասում են, տեսեք, Ռուսաստանի համար սա հաղթանակ էր, որովհետև խաղաղապահներ տեղակայվեցին, մենք տեսանք, որ երկարաժամկետ հեռանկարում կյանք դա շարունակեց բերել էլ ավելի մեծ թե հեղինակության վնասներ, թե իր դիրքերի ամրության վնասներ, թե ռազմական ներկայության նվազում եւ այլն։ Երևի ամեն մի քաղաքական, պատմական ու նաև ազգի համար շատ ցավալի իրավիճակներից հետո հասարակության մեջ առաջանում են միֆեր տարբեր հարցերի վերաբերյալ, որը կարծում եմ շատ առողջ ու բնական է։ Ինչպես եք ձեր հոդվածում տվել միֆերի պատասխանները արդյոք։ Որոնք են։ Այո, որոնք։ Ճիշտ եք, նման կատաստրոֆաներ արավիրքներից հետո, որովհետև դժվար է հասկանալ իրականությունը, որովհետև ցավը չափազանց մեծ է դրան ռացիոնալ պատճառներ գտնելու համար, որովհետև ռացիոնալ պատճառները երևի թե նաև ինչ-որ մեղավորության հարցեր են բարձրացնելու եւ այլն, ու դա պարզ կոգնիտիվ process է, որ մարդու ուղեղը փորձում է ինչ-որ վերին ուժերի կամ գաղտնի համաձայնությունների, հա, փորձել դասել, այո, դա տեղի ունենում պատերազմից հետո, բայց ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, միֆերը այստեղ եղել են միշտ։ Որոնք են հիմնական միֆերը մեծ ասեկները։ Տեսեք, գլխավոր միֆերից մեկը, որ եղել է մեր մոտ, դա այն համոզմունքներ, որ Ռուսաստանը ա թույլ չի տա պատերազմի տեղի ունենալ, բ եթե դա տեղի ունենա, ապա մի քանի օր դա կտևի, մինչև Ռուսաստանը կկանգնեցնի այն, եւ սրանց հետևում կանգնած ամենակարևոր երևի թե միֆը, որը բազմաթիվ այլ ռազմավարական սխալների պատճառ է դարձել, դա այն է եղել, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ կամ հայ-ռուսական դաշինքը ծառայելու է Հայաստանի պաշտպանությանը Ադրբեջանից։ Մինչդեռ հայ-ռուսական դաշինքը, երբ մենք գնանք ու ես հրա մասին իմ հեղինակած գլխի մեջ խոսում եմ, եթե գնանք այն փուլին, թե երբ եւ ինչ կոնտեքստում է դա ձևավորվել, դա ձևավորվել է այն ժամանակ, երբ Հայաստանի հասցեին հնչում էին ռազմական սպառնալիքներ Թուրքիայից։ Առաջին պատերազմի ժամանակ, ոչ Ադրբեջանից։ Բայց ուղիղ տեքստով էր դա ասում։ Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ նկատի ունեք ռուսների կողմից, Թուրքիայից, այո, դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ հայկական ուժերը Արցախում առաջ խաղացում էին ունենում եւ թուրքական հասարակության մեջ էլ էր արդեն անհանդուրժելի դառնում հայերի հաջողությունների ծավալը իրենց էթնիկ եւ մշակութային եղբայրների դեմ եւ այս պահանջների ոչ միայն իհարկե այս պահանջների, բայց նաեւ դրանց տեղի տալով թուրքական իշխանությունները արդեն ուղիղ սպառնալիքներ էին հնչեցնում եւ կար ռազմական ագրեսիայի վտանգ ու նույն այն քաղաքական առաջնորդները Հայաստանի, որոնք առաջնորդելով անկախության շարժումը, Ղարաբաղյան շարժումը առաջին տարի հատկապես ի արձագանք Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի իրադարձություններին շատ սուր, վատ, նեգատիվ բառերով էին արտահայտվում Մոսկվայի մասին եւ դրա դերակատարության նաեւ պատմական դերի մասին, ընդամենը մի քանի տարի անց, երբ արդեն թուրքական սպառնալիքը կար, որին Հայաստանը ի վիճակի չէր ինքնուրույն դիմակայել, խոսքը Ադրբեջանի հետ պատերազմի մասին չէ, այս ժամանակ արդեն այդ նույն առաջնորդները ստեղծեցին այդ ռազմական եւ անվտանգային հարաբերությունները, խորացրեցին, դաշինքները հիմնեցին։ Նարեկ, մենք ունենք հաշված վայրկյաններ, իհարկե բարդ է դա այսպես վերաձևակերպելը կամ ձևակերպելը, բայց այս գիրքը ինչ կտա մեր գիտական հանրությանը, սովորական մարդկանց եւ ի վերջո ժամանակի մեջ ինչ գործունեություն ծավալի։ Կարծում եմ
գրքի հիմնական առնվազն ինձ համար նպատակը քննադատություն հրավիրելն է գրքի հասցեին։ Ես շատ ուրախ կլինեմ, որ թե ակադեմիայի մարդիկ, գիտնականները եւ թե բոլորը հասարակությունը կարդա եւ իր քննադատությունը հայտնի սրա հանդեպ, որովհետեւ քննադատությունը անհրաժեշտ է ավելի լավ բաներ հասկանալու համար, ինչ որ այս ամեն դեպքում մի քիչ երևի абստրակտ պատասխանեմ, մենք չենք հասկացել ինչ է տեղի ունեցել մեր հետ, մենք չենք մարսել սա հոգեբանորեն անգամ, հա, մենք չունենք մեր հասարակությունը գտնվում է շատ վայրիվերումների մեջ նաև նրա պատճառով, որ մենք այս տրավմայի հետ չենք հաշտվել, չենք հասկացել ու կարծում եմ, որ հիմք ունեցող, փաստական հիմք ունեցող վերլուծությունը քննադատելով եւ դրանից բանավեճ սկսելով կարելի է բռնել այն ճանապարհը, որը կարող է տանել մեզ ինչ որ հասարակական համերաշխության։ Շնորհակալություն Նարեկ, հաճելի էր ձեզ լսել եւ այսպես մենք զրուցում ենք քաղաքական գիտությունների տեխնացու Նարեկ Սուքիասյանի հետ Արցախյան պատերազմի մասին, նրա հոդվածը հրապարակվել է Կոտրված Վահան գրքում։ Գիրքը 16 փորձագետների վերլուծությունների ժողովածու է, որոնք բոլոր ասպեկտներով ակադեմիական վերլուծությամբ ցույց են տալիս Արցախյան պատերազմը, դրա նախորդած եւ հաջորդած իրադարձությունները։ Կոտրված Վահան գիրքը հրատարակել է Newmake հրատարակչությունն ու Գյուլբենկյան հիմնարկությունը համատեղ ջանքերով։ Գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում, այն կարող եք նաև պատվիրել newmake.am կայքում։ Վստահ ենք, որ այս գիրքը մեզ հուզող եւ անհանգստացնող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալու։ Եվ հետաքրքիր գրքի հեռուստաշնորհանդեսից հետո մենք շարունակում ենք մեր եթերը, հաջորդի զրուցելու ենք կարևոր գիտաժողովի եւ առողջության մասին, կարճատև դադարից հետո մենք կվերադառնանք մեր ընթացքին։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտող։ Բարի լույս։ Վերադարձանք եւ հաճելի նորություն ունենք ձեզ համար 2025-ը Tonian's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Zalataye Tiesto ապրանքանիշը 20 տարեկան է եւ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշտկան ստեղծագործել։ Եվ այո, յուրաքանչյուր ուտես դարձնել էլ ավելի համեղ եւ յուրահատուկ։ Սաթենիկը 3 վաղ այսօր, վաղը չէ մյուս օրն ու դրա նախորդող օրերը ամեն առավոտ մեզ համար պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով ուտեսները դրանց տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունը արտադրությունը եւ փաթեթավորումը իրականացվում է այստեղ մեր երկրում։ Իդեպ, բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղենի մեծ տեսականի մասիս խորհրդանշական ապրանքանիշով։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, Լիլիթ։ Այո, ժամանակն է հասկանալու, թե Սաթենիկը ինչ ստեղծագործություն ստեղծեց այս ընթացքում։ Ես արդարության համար ասեմ, մի այնպիսի բույր է տարածել, որ ես կարծում եմ բոլոր հեռուստաընկերություններին հասնում է այս հոտային, ինչ որ հիմա Armenia TV-ի բույրն է, շատ ախորժակ բացող է։ Սաթենիկ, բարի առավոտ, նայր շղկո, դղկը, ծղկն, շատ լավն էր, խոհանոցից այդպիսի բույրեր ու հնչյուններ պիտի լսվեն, բարի առավոտ։ Բարի առավոտ Արտակ, Լիլիթ, այո, կա այդպիսի բան, որ կողքի հեռուստաընկերություններից ասում են, լավ, այս ինչ հոտ է, իրականում այս պահին ինչ է իմ ձեռքի տակ։ Կարտոֆիլ, որը ես հիմա աղ եմ անելու, տապակը արդեն տաքացրել եմ, կարտոֆիլ եմ տապակելու։ Ինչու, որովհետև հոտը ընկավ գործընկերներից քիթը ասցին, սա խնդրում եմ, եթե կարտոֆիլ մնացել է, մեզ համար ժարիտ կանես, հիմա կարտոֆիլը տապակելու եմ, մտածում էի կհասցնեմ ժամանակի մեջ կտեղավորվեմ, արդեն տապակած դες ցույց կտամ, բայց արի դե ժամանակը մեզ չի սպասում, մենք շատ արագ վազում է, մենք էլ փորձում ենք հետևից վազել։ Ինձ թվում է աղը համենվեց, տապակը արդեն տաքացված էր, ձիթայուղը տաքացավ, վերցնեմ այստեղից կափարիչը, որպեսզի եթե հանկարծ շատ տժտժա վրան դնեմ, աղմուկ չլինի։ Այս դրա մասին էր ասում, վեր, թակեցի, ինչ եմ արել, օջախորին ցույց տամ, և իհարկե տեղափոխեմ մատուցման ափսեի մեջ, հասրել եմ շատ բան անեմ, ինչպես նկատում եք, փորձում եմ էլի ժամանակի մեջ տեղավորվել, այստեղ կա կարտոֆիլ տապակած, որը ամբողջ բույրը տարածվեց տաղավարով 1, 3 գույնի բուխարական պղպեղներ, սունկ, շամպինյոն տեսակի և իհարկե խմելի սունելի աղ, վերջ, ոչ ավել, ոչ պակաս, համեմն եմ մանր կտրատելու ավելացնելու վրան, մատուցման ժամանակ և ինձ թվում է ճիշտ պահն է, որպեսզի ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, որը Աթենքի սարդելկաներն է
կիսա պատրաստված, պարզապես անհրաժեշտ է տաքացնել, այսպես դանակի օգնությամբ շուտ կբացեմ, կտեղափոխեմ արդեն ափսեի մեջ, որը կրկին պատրաստել էի, իսկ ամբողջ տեսականին սարդելկաների հենց հիմա ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնում եմ։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ինձ մնում է սարդելկայի կաթսայի վրա լցնել ջուր, սենյակային ջերմաստիճանի եւ տեղափոխել գազօջախի վրա։ Կարտոֆիլը տշտժում է, այդպիսին է կարտոֆիլը, խնդրել են, ինչ անեմ, պիտի անեի։ Հիմա եւ իհարկե իմ ձեռքի տակ կա շամպինյոն տեսակի սունկը, որը ես շարելու եմ ափսեի վրան քսելու եմ ձեռնոցը հագնելուց հետո։ Լավ, ժամանակի մեջ պետք է տեղավորվենք։ Հյուրասրահում արդեն մեր հյուրը գեղեցկուհի բժշկուհին նստած է, վրան անելու եմ սոյայի սոս, անմիջապես հետո լիմոնապղպեղ։ Բայց ուզում եմ այս պահի ներկայացնել մեր մյուս գործընկերոջը։ Գուցե եմին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ։ Ցանկանում եմ, ինչպես նշեցի, ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցե եմի, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի, տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած հանգիստ առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյա կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում, եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաեւ նշել, որ այդ հնարավորությունը Գուցե եմը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող ձեր մեր հայրենակիցներին։ Goods.am քո օնլայն հիպերմարկետը Հայաստանում։ Հիմա հասկացաք, որ տոժոցը կա, կփորձեմ գազօջախից հեռացնել, քանի որ մեր հյուրը շատ կարևոր թեմայի շուրջ է զրուցելու, որ հանկարծ աղմուկը չխանգարի։ Արտակ, Լիլիթ, խոսքը ձերն է, հավեցեք։ Շնորհակալություն, մենք արդեն մեր հյուրի հետ զրույցի ենք բռնկվել, առօրյա հարցերից ենք քննարկում, բայց առողջությունը առաջնային է։ Մեր օրերում ամենատարածված եւ վտանգավոր առողջական խնդիրներից մեկը բարձր զարկերակային ճնշումն է։ Չհետևելով առողջությանը, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, հատկապես եւ առանց բժշկի նշանակման կարող եք ընդունել դեղեր։ Այսօր մասնագետի հետ կխոսենք եւ կփորձենք հասկանալ առաջացման պատճառների, բուժման ընթացքի եւ թե ինչպես է այն այդքան վտանգավոր։ Բարի առավոտ, ասենք մեր հյուրին, Պուլսմեդ բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանին։ Բարի առավոտ, ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Խնդրում եմ բժշկուհի ասեք, թե ինչ է նշանակում բարձր զարկերակային ճնշում, որոնք են առաջացման պատճառները, ինչպիսի ընթացք կարող է ունենալ, դուք հրաշալի այսպես դասապրոցեսի պես մեզ բացատրում եք։ Այո։ Նախ նշեմ, որ բարձր զարկերակային ճնշում համարվում է 140-90 թվերից բարձր թվերը։ Եվ պետք է ճնշումը չափել հանգիստ վիճակում 15 րոպե հանգստանալուց հետո, ոչ թե քայլել հասնել սեղանին ու դնել չափել։ Քանի որ երբ որ մենք քայլում ենք կամ հուզվում ենք, ճնշումը ինքնին բարձրանում է։ Նշեմ, որ զարկերակային գերճնշումը 95% դեպքերում լինում է առանց պատճառի էսենցիալ զարկերակային գերճնշում, այսինքն դա հիվանդություն է, հիպերտոնիկ հիվանդություն, որը մի օր մարդու կյանքում կարող է հայտնվել եւ ունի ռիսկի գործոններ։ Նախ նշեմ, որ մյուս 5%-ը դա որևէ այլ հիվանդության հետևանք է։ Կարող է լինել երիկամային հիվանդություն, հորմոնալ որևէ հիվանդություն, կան նաև ստրեսային իրավիճակներ, կան որոշ դեղորայք, որոնք առաջացնում են ճնշում, կա հատուկ հղիների գերճնշում, բայց այսօր ես ուզում եմ ավելի շատ կանգ առնել այդ 95% տարբերակի, այսինքն էսենցիալ առաջնային հիպերտոնիայի վրա։ Այստեղ մեծ դեր ունեն բոլոր այն ռիսկի գործոնները, որոնք նպաստում են դրա առաջացմանը։ Նախ նշեմ, որ կա գենետիկ նախատրամադրվածություն։ Բացի այդ, այս մեր թեժ շարժուն ապրելակերպը նույնպես նպաստում է զարկերակային գերճնշման վաղ դրսևորմանը։ Մեծ դեր ունի ճարպակալումը, մեծ դեր ունի նաև աղի չարաշահումը սննդակարգում, ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, բոլոր վատ սովորությունները։ Եվ ինչ է տեղի ունենում, առհասարակ զարկերակային գերճնշումը առաջանում է, երբ անոթի պատերը սկսում են կարծրանալ, իսկ մեր բոլորի զարկերակների պատերը տարիների ընթացքում միևնույնն է պիտի կարծրանան։
Այսինքն դա ընկած է մեր ծերացման process-ի հիմքում։ Մեր զարկերակները ի սկզբանե, երբ ծնվում է մարդը, լինում է շատ էլաստիկ, եւ երբ սիրտը կծկվում է ու արյունը մղում դեպի բոլոր զարկերակները, իրենք համահունչ լայնանում են ու նեղանում են, ապահովելով մեր նորմալ ճնշումը։ Սակայն տարիների հետ հենց պատը սկսում է կարծրանալ այդ նույն իմ թվարկած ռիսկի գործոնների տակ, փոփոխվում է կառուցվածքը պատի։ Արդեն ինքը այդքան հեշտ չի լայնանում ու նեղանում ու պահում նորմալ ճնշում։ Ես միշտ համեմատում եմ ռեզինի ու պլաստմասայի հետ։ Երիտասարդների մոտ ես բացատրելիս հիվանդներին համեմատում եմ, որ երիտասարդ տարիքում, երբ որ դուք չէիք ծխում, երբ որ դեռ ճարպակալված չէիք կամ շաքար ու խոլեստերին չունեիք, ձեր զարկերակի պատերը ռեզինից էին ու հանգիստ լայնանում, նեղանում էին։ Իսկ հիմա այդ բոլոր գործոնների տակ իրենք դարձել են արդեն պլաստմասայանման եւ կորցրել են այդ ունակությունը, այլևս այդ զարկերակները չեն կարողանում այդքան հեշտ ենթարկվել սրտի աշխատանքին եւ մենք ստիպված ենք հաշտվել զարկերակային գերճնշում հիվանդության հետ, սակայն դա չի նշանակում, որ դա այսպես ասած դատավճիռ է մեր կյանքում, դա ունի հատուկ բուժում։ Պարզապես բուժումից բացի ունի հատուկ պարտադիր հսկողություն, քանզի այս պացիենտները արդեն մշտապես կամ համարյա մշտապես օգտագործում են հակագերճնշումային դեղորայք, բայց դա չի նշանակում, որ իրենք արդեն դառնում են թերի մարդիկ։ Բոլորն ասում են, չեմ ուզում արդեն վաղ տարիքից դեղերով ապրել, կախվածություն ունենալ, կախվածություն բառն այստեղ ընդհանրապես անտեղի է, որովհետև ճնշումը 24 ժամ ամբողջ կյանք պետք է պահել նորմալ թվերի վրա, պարտադիր եւ դա կարա լինի դեղորայքով ու եթե չօգտագործենք այս անհրաժեշտ դեղորայքը, մենք ստիպված ենք լինելու բախվել հետևանքների հետ, որովհետեւ բարձր ճնշման տակ սկսվում են բազմաթիվ վտանգավոր փոփոխություններ մեր ամբողջ օրգանիզմի բոլոր զարկերակներում, որոնք ցավոք անդարձելի են։ Հիմա ավելի лав չի, վաղ տարիքից հենց ճնշումը սկսվել է, դեղն օգտագործենք, այսպես իհարկե ամենակարևոր խնդիրը ընտրել մարդու համար ճիշտ դեղորայք, որովհետեւ մենք ունենք մի ամբողջ արսենալ հակագերճնշումային դեղորայքի, որոնք երբեմն սխալ են ընտրվում որոշ բժիշկների կողմից։ Երբեմն ինքնուրույն են ընտրվում, որոնք ինքնուրույնը մի մեծ պատմություն, հարևանի դեղը, բարեկամի դեղը, տատիի դեղը, հա, այդ արդեն անթույլատրելի է։ Նա պետք է, այո, հասկանալ ինչ փուլում ենք մենք զարկերակային գերճնշման, ինչ հետևանքների այն արդեն հասցրել մեր օրգանիզմում, անպայման էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, երբեմն սարք ենք կպցնում հոլտեր կոչված սարքը, որը 24 ժամ գրանցում է սրտի աշխատանքը, մեր սարքը գրանցում է նաև սնուցումը, նաև զարկերակային ճնշումը 24 ժամ։ Այս ամբողջը մեզ տալիս է մանրամասն ինֆորմացիա, որի շնորհիվ մենք կարողանում ենք ճիշտ դեղեր ընտրել, բայց այստեղ կարևոր մի գործոն գոյություն ունի։ Մեր ճնշումը ենթակա է եղանակային տատանումներին եւ պսիխոէմոցիոնալ տատանումներին։ Այդ իսկ պատճառով պացիենտը իհարկե բուժումը մշտական է, հենց սկզբից ասվում է պացիենտին, որ բուժումը մշտական է, բայց դեղորայքային փոփոխությունը ցիկլիկ, պարտադիր միշտ պետք է արվի, այսինքն իմ ասած այդ բժշկի կողմից մշտական հսկողությունը հենց դա է։ Հնարավոր չէ պացիենտին ասել, սա են ձեր դեղերը ու շարունակաբար սա պիտի խմեք, որտեղ կան հիվանդներ, գալիս ասում են 10 տարի է այս դեղն եմ խմում, բայց 10 տարվա ընթացքում նա ունենում է պիկեր ձմեռվա ու աշնան սեզոններին, աշուն գարուն, իսկ ամառվա սեզոնին կարող է ընդհանրապես ճնշումն ընկնել շոկի ազդեցության տակ, բայց ինքը միշտ նույն դեղն է օգտագործում։ Ու ստացվում է, որ ձմեռ այն չի բավականացնում, անդադ պիկեր է տալիս բարձրացման, իսկ ամառը ինքը թուլացած իր ամբողջ առօրյան չի կարողանում վայելել, այսինքն թույլ քնկոտ վիճակում է գտնվում։ Սակայն սեզոնային փոփոխություններ անպայման բոլոր զարկերակային գերճնշումով պացիենտներն իրենց շատ լավ են զգում ամռանը, նույնիսկ կարող է դեղ չօգտագործեն ու համարեն, որ պրծավ, էլ իրենք չունեն այս հիվանդությունը, բայց սա շատ փուսիկ է, որտեվ հենց աշնան եղանակային տատանումներն սկսվում են, ճնշումը նույնիսկ սկսում է բարձրանալ։ Եղանակները փոխվեց, էլի վատացավ։ Դրա համար մեզ մոտ մենք այս պացիենտների հետ աշխատելու հատուկ ոճ ունենք։ Այսինքն հենց պացիենտը մեզ մոտ անցնում է սրտաբանի կոնսուլտացիան, որի մեջ անպայման ներառված է էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն, որ կարողանանք ճիշտ ընտրել պրեպարատները։ Մենք իրեն որպես նվեր, որպես ակցիա տալիս ենք 1 տարվա հսկողությունն անվճար եւ զգուշացնում, որ տատանումներն անխուսափելի են, խնդրում ենք հենց տատանվի ներկայանաք դեղորայքային շտկման, դրանք ընդամենը 5-ից 7 րոպեանոց քննարկումներ են գանգատների, դեղորայքի ու անվճար։ Եվ անվճար, այո։ Եվ շատ-շատերը նույնիսկ դա համարում են բավականին թանկ, այն դեպքում, երբ որ այդ առաջնակի կոնսուլտացիան մեզ մոտ ընդամենը 19000 է,
Չնայած շատերն էլ ովքեր ծանոթ են այլ բուժ կենտրոնների աշխատանքին, իհարկե գնահատում են մեր նման վերաբերմունք այս խնդրի վերաբերյալ, եւ գոնե մենք այդ մեր ակցիայի շրջանակներում լուծում ենք մինիմալ խնդիրը։ Հիվանդին պաշտպանում ենք ինֆարկտից ու ինսուլտից, որտեղ չմոռանանք բարձր զարկերակային ճնշումը համար 1 վտանգն է ներկայացնում այդ առումով եւ խիստ բարձրացնում է ինֆարկտի ու ինսուլտի ռիսկը։ Բժշկուհի, արդյոք հնարավոր է այս ամենը նախապես կանխարգելել։ Իհարկե դուք այդպիսի կոչերով շատ եք հանդես գալի, որ կան, եւ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են արվում պարտություններից խուսափելու։ Հասարակ առողջ ապրելակերպի սկզբունքները, ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալման դեպ պայքարը, ծխախոտամոլության վերացումը, ալկոհոլի չարաշահման վերացումը եւ իհարկե վերացնել սննդակարգից ավելորդ աղի քանակը։ Աղը համար 1-ն է, ինչը բարձրացնում է մեր օրգանիզմում ճնշումը, այո։ Իսկ Pulse-Med-ը ինչ է առաջարկում այդ կանխարգելիչ։ Pulse-Med-ն առաջարկում է այդ իմ ասած նախնական խորհրդատվությունը, նախ մենք գնահատում ենք բոլոր թիրախ օրգանների վիճակը, ինչքան են ախտահարվել մեր օրգանները ու առաջին օրգանը, որը ենթակա է բարձր զարկերակային ճնշման ախտահարմանը, դա իհարկե սիրտն է ու սրտի անոթները։ Այստեղ սկսում են անոթի պատի վրա վնասվածքներ առաջանալ ամեն մի բարձր զարկերակային ճնշման հարվածից, հատկապես եթե պացիենտի մոտ կա նաև ծխախոտամոլություն, նա էլ իր հերթին է վնասում անոթի պատը, շաքարը իր հերթին է վնասում եւ նույնիսկ եթե նորմալ է մարդու արյան մեջ խոլեստերինի քանակը, այս վնասվածքներից ներս է թափանցում խոլեստերինի մոլեկուլները ու սկսում նեղացնել անոթի լուսանցքը։ Ի վերջո պատկերավոր եք Pulse-Med-ը նաև իրականացնում է վարիկոզի բուժում ժամանակակից մեթոդներով, այդ մասին մենք ունենք տեսանյութ, խնդրում եմ մի փոքր ներկայացնեք, որպեսզի դիտենք տեսանյութը։ Մեր մոտ իրականացվում է վարիկոզի բուժման ժամանակակից մեթոդները, ինչպես գիտեք, վարիկոզը ներկայումս կարելի է շատ հեշտ բուժել լազերային մեթոդով, երբեմն վիրատությունը կարող է տևել ընդամենը 20-30 վայրկյան եւ անմիջապես նույն օրը պացիենտը կարող է գնալ նույնիսկ աշխատանքի։ Դա նրա շնորհիվ, որ մենք վիրատություններն իրականացնում ենք առանց կտրվածքների, առանց կարերի եւ առանց ընդհանուր կամ էպիդուրալ, այսինքն ողնաշարային անզգացման։ Պրոցեսը նման է ընդամենը ատամնաբուժի աշխատանքին, այսինքն ցավազրկում է տեղի ունենում, հիվանդը հանգիստ պարկած է, կարող է մի փոքր տհաճություն զգալ ցավազրկումների ներարկումներից կամ աշխատանքի պրոցեսում, բայց ցավ չի զգում եւ ընդամենը 20-30 րոպեից հետո նա լիովին առողջ է։ Դարձանք մենք բժշկու հետ էլ ընթացքում խոսում ենք եւ վարիկոզի մասին էր տեսանյութը, զարկերակային ճնշման մասին էլ ասեք եւ Այո, ես կուզենայի մի քանի գանգատել ավելացնել, ինչով է դրսևորվում չբուժած զարկերակային գերճնշումը։ Նախ ինքը շատ հաճախ հանգեցնում է զարկերակային գերճնշման կրիզների, երբ ճնշումը հասնում է մինչև 200-ից անգամ 250 մմ սնդիկիսյուն, ինչը չափազանց վտանգավոր է։ Եվ սովորաբար դրսևորվում է արդեն ուղեղի արյան շրջանառության խանգարման նշաններով, գլխապտույտներով, շատ սարսափելի գլխացավերով, աղմուկով։ Իդեպ նման պացիենտների դեպքում մենք անպայման իրականացնում ենք նաև գլխի ու պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն, որովհետև շատ հաճախ նման պացիենտների մոտ մենք հայտնաբերում ենք գլխավոր քնային զարկերակների նեղացում, նույնիսկ փակվածություն, այդ իմ բացատրած այդ խոլեստերինի կուտակման հետևանքով։ Եվ կուզենայի նաև ավելացնել, որ մենք պարբերաբար ունենում ենք տարբեր զեղչեր ու ակցիաներ։ Իդեպ այս մեր սրտի տարեկան փաթեթը, որը արժե 19,000 ներառում է էխոսրտագրությունն ու էլեկտրասրտագրությունն ու 1 տարվա հսկողությունը, դա մեզ մոտ մշտական է, քանի որ մենք դրանով կանխարգելում ենք ինֆարկտ ու ինսուլտ։ Չնայած պարբերաբար ունենում ենք նաև այլ զեղչեր ու ակցիաներ։ Օրինակ դուպլեքսի համար ներկա պահին գործում է նաև 25% զեղչի ակցիան եւ որից հետո անոթաբանի խորհրդատվությունն ու դեղորայքային նշանակումը լինում է լիովին անվճար։ Մենք զեղչ ունենք նաև մեր ողնաշարային վերականգնողական բուժման համար 35% զեղչ։ Նորություն ունենք այս վերջի տարվա ընթացքում դենսիտոմետրիկ հետազոտություն ենք իրականացնում, որի համար ունենք 40% զեղչի ակցիա եւ նշեմ, որ մեր բոլոր զեղչերն ու ակցիաները մշտապես տեղակայված են մեր սոցցանցերում, որտեղ մեր հեռուստադիտողները կարող են Pulse-Med-ի սոցիալական ցանց վերջում հասցեն եւ հեռախոսահամարը։ Այո, մենք գտնվում ենք Քանաքեր Զեյթուն համայնքում, Հրաչյան Ներսիսյան 12/9 հասցեում եւ մեր հեռախոսահամարներն են 010 23 23 22 եւ բջջայինը 093 54 12 23։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Եվ այսպես մեր բժշկուհին էլ է խորհուրդ տալիս, մենք էլ ենք խորհուրդ տալիս ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլ նաեւ առողջության համար չափազանց կարեւոր է ֆիզիկական վարժություններ կատարելը։ Սա մենք ամեն օր կասենք, որպեսզի
որպեսզի չօգնենք, դուք էլ գուցե եւ մտքափոխվեք ինչ որ մի բան դրանով զբաղվեք։ Այո, բացի այդ ամենը պետք է գրագետ անել, որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ։ Մարզից սննդաբան Էլիզա Պետրոսյանը կօգնի ձեզ նման հարցերում։ Դուք միայն հետևեք խորհուրդներին, մենք էլ ձեզ հետ կհետևենք։ Բարի լույս, այսօր յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ես եւ մարզիչ Մարիամը կցուցադրենք ձեզ մարզումներ, որոնք տնային պայմաններում կատարելով կունենաք արդյունք։ Ինչպես տեսնում եք, Մարիամը կատարում է նախավարժանք։ Յուրաքանչյուր վարժությունից առաջ շատ կարևոր է կատարել նախավարժանք մկանային տաքացում։ Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք 3 վարժություններ ձեռքերի եւ ուսերի համար։ Առաջին վարժությունը, որ ձեզ կներկայացնենք, բասկի երկգլուխ մկանի համար նախատեսված տարածված վարժությունը, որը մենք այսօր կցուցադրենք եւ ճիշտ եւ սխալ տարբերակները։ Վարժության ժամանակ շատ կարեւոր է հիշել, որ պետք է արմունկը մնա տեղում, կենտրոնում եւ կպած չլինի մարմնին։ Այս աշխատանքի ժամանակ, երբ որ մեր ձեռքերում գտնվում են ծանրությունները, պետք է ձեռքը լիարժեք չբացվի։ Տեսեք, մենք թողնում ենք այստեղ կորային հատված, որպեսզի չվնասենք ձեռքերը։ Երկրորդ վարժությունը մենք գեղեցիկ կեցվածքի համար ենք պատրաստել, մարզում ենք ուսերը, որպեսզի ունենանք ել ավելի գեղեցիկ կեցվածք։ Այս վարժությունը հրումով բարձրացնում ենք վերև, ծանրությունները մեր ձեռքում եւ կրկին ուշադիր ենք լինում, որպեսզի չանենք սխալներ։ Վարժության ժամանակ պետք է ձեռքերը աշխատեն ականջներին մոտ, հրումով բարձրանան վերև եւ իջնեն ներքև։ Եվ իհարկե, բոլորի կողմից շատ տարածված վարժություն, որը կատարման ժամանակ կրկին շատ սխալներ են թույլ տալիս։ Վարժությունը աշխատում է բասկի եռագլուխ մկանի համար եւ տեսեք, մենք մի ձեռքով ֆիքսում ենք ձեռքը, որպեսզի ձեռքը առաջ չգա եւ մկանը ճիշտ աշխատի։ Այս վարժությունը եւ իմ այսօրվա ցուցադրած բոլոր վարժությունները կատարում ենք 8 անգամից 4 մոտեցմամբ։ Բասկի եռագլուխ մկանի համար պատրաստել ենք նաեւ այս վարժությունը ցուցադրելու համար։ Տեսեք, նույն վարժությունն է 2 ձեռքով։ Կրկին պետք է ուշադիր լինենք, որ ձեռքերը ականջներին մոտ լինեն։ Եվ բացելու ժամանակ հիշում ենք նույն սկզբունքը, մինչև վերջ ձեռքերը չենք բացում։ Յուրաքանչյուր աշխատանքից հետո պարտադիր է մկանային ձգումը, որպեսզի հանգստացնենք մեր աշխատեցրած մկանները։ Դե ինչ, յուրաքանչյուր աշխատանքային օր ընդամենը 2 րոպե մարզվելով մեզ հետ մեծ քայլ կանենք դեպի առողջ ապրելակերպ։ Ստեսություն։ Բարի առավոտ, ապրիլի 18-ին Գլաձորի համալսարան պատմամշակութային արգելոց թանգարանում, որը գտնվում է Վայոց ձորի մարզում, տեղի կունենա Օրբելյան իշխանական տունը Հայաստանի պատմության մեջ պահպանելով պատմամշակութային ժառանգությունը եւ վերագնահատելով անցյալը խորագրով գիտաժողովը։ Խորագիրը այնքան լայն է, պատկերացնում գիտաժողովում քննարկվող թեմաներ ինչքան լայն են լինելու, եւ այս գիտաժողովը կարեւոր ու հատկանշական է ոչ միայն պատմական եւ գիտական առումով, այլ նաեւ ամենահայտնի իշխանական տոհմերից մեկի ժառանգության հանրահռչակման առումով։ Սպասվող միջոցառումների մասին մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պահպանության ծառայության ՊՕԱԿ-ի գիտահետազոտական բաժնի պետ Արգամ Երանոսյանը եւ հնագետ Ավետիս Գրիգորյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալվել, խնդրում եմ պատմեք գիտաժողովը երբ է լինելու, ինչի մասին է։ Ինչպես նշեցիք, ապրիլի 18-ին Վերնաշեն գյուղում տեղի կունենա մի հետաքրքիր գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է լինելու Օրբելյան իշխանական տան ժառանգությանը։ Օրբելյան իշխանները մեր միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր իշխանական տոհմերից էին, մեծ հետք են թողել մեր պատմության մեջ եւ կառուցել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք հասել են մեր օրերը։ Ամրոցներ, բերդեր, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, տապանակարեր, պալատներ եւ դրանց ուսումնասիրության արդյունքների ամփոփման թողել են Օրբելյան իշխանական տոհմը, մենք գիտեք Գուցե թողել են, բայց դրանք դեռ չեն գտնվել։ Չեն գտնվել, դե հուսով ենք կգտնվեն։ Օրբելյանները առհասարակ այդ իշխանական տոհմը որքանով է, այսպես պատմական առումով աշխատված։ Իշխանական տոհմի առանձին ներկայացուցիչների, տարբեր իրադարձությունների, տարբեր դրվագների հետ կապված կան բազմաթիվ հրատարակություններ, գրքեր եւ հոդվածներ, բայց այսպես մեկ ամբողջական ձևով ամբողջ իշխանական տան ժառանգությանը, պատմամշակութային ժառանգությանը նվիրված այդպիսի մենք աշխատանք չկա եւ այս գիտաժողովը շատ լավ առիթ է բոլոր հնարավոր լավագույն մասնագետների հետազոտությունները մեկտեղելու եւ արդյունքում մի շատ հետաքրքիր եւ կարեւոր գիտական հոդվածների
ժողովածու ստանալու համար։ Շուրջ 200 տարի իշխանության եղած օրբելյանները Վայոց ձորում եւ հարակից շրջաններում շատ մեծ տնտեսական աճի են բերել տարածքը, ինչ որ հուշակոթողներ եւ այլն եւ այլն։ Ինչ տեղեկություններ կան դրանց մասին, պատմական ինչ կարևոր փաստարկներ կան։ Նշեմ, որ գիտաժողովի հիմնական առիթներից մեկը այն էր, որ նախորդ տարի 2024 թվականին Հուշարձանների պահպանության ծառայության հնագիտական արշավախումբը պեղումներ կատարեց Վայոց ձորի մարզի Հորսկյուղում, այնտեղ պեղեցինք իշխան Չեսար Օրբելյանի պալատը, որը բացառիկ մի հուշարձան է, իր պահպանվածությամբ միակը Հայաստանում։ Եվ սա լավ առիթ էր այդ գիտաժողովի համար, նշեմ, որ գիտաժողովի շրջանակում տեղի են ունենալու այդ բոլոր գտածոների ժամանակավոր ցուցադրության բացումը, ցուցադրությունը երևի մոտ 3 ամիս կտևի, այնտեղ կարող են գնալ մարդիկ եւ այդ ցուցադրությունը տեսնել, եւ գիտաժողովի փաստորեն առիթը իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումներն էին։ Շատ կարճ ասեմ իշխան Չեսար Օրբելյանի մասին, նա ապրել է 14-րդ դարի սկզբում, Օրբելյան տոհմի նշանավոր իշխաններից էր, նա եղել է հայտնի քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, մեծ շինարար, ժամանակակից լեզվով ասած բիզնեսմեն, հովանավոր է նաեւ կրթությունն ու գիտությունը եւ նրա մասին բազմաթիվ սկզբնաղբյուրներ կան եւ ձեռագրերում է պահպանվել նրա մասին հիշողություններ եւ արձանագրություններում եւ այսպես Արգամ եւ խնդրեմ ասեք ովքեր են մասնակցելու գիտաժողովին, ինչ զեկույցներ են պատրաստվել մասնակիցների առումով։ Գիտաժողովի մասնակցելու են հանրապետության գիտական բուհերից, ինստիտուտներից տարբեր հետազոտողներ, որոնք որ ուսումնասիրություններ են իրականացրել Վայոց ձորում եւ միջնադարյան այդ ժամանակաշրջանի կոնկրետ օրբելյանների իշխանության վերաբերյալ հետազոտություններ ունեն իրականացրած։ Ոլորտը բավականին բազմազան է, սկսած պատմական հետազոտություններից մինչև հնագիտական հետազոտություններ, աղբյուրագիտական հետազոտություններ, հնագիտական պեղումներից նոր հայտնաբերված առարկաներ, թանգարաններում պահվող առարկաների ուսումնասիրություններ, չափագրություններ, լուսանկարներ եւ ընդհանրապես փորձել ենք այս մի գիտաժողովի շրջանակում կենտրոնացրել բոլոր այն հետազոտական ուղղությունները, այն ուսումնասիրությունները, որոնք առկա են օրբելյանների իշխանության վերաբերյալ մեկտեղել եւ այս քննարկման արդյունքում ստանալ մեկ ամբողջական ժողովածու, որը որ ընդհանուր պատկերացում կտա այդ իշխանական տարբերակի։ Մի տարօրինակ հարց, ժառանգորդներ կան օրբելյանների, այսպես ճյուղ Ուղիղ ժառանգորդներ չկան, որովհետև 15-րդ դարից հետո օրբելյանները հիմնականում պատմության թատերաբեմից հեռանում են, գուցե այդպես գենետիկ ժառանգներ կան, բայց այդպես հիմնականացված չեն։ Մենք վերադարձանք, խոսում ենք հուշարձանների պահպանությունից ու առհասարակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 83 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների պահպանության օր, բայց մեր հյուրերի հետ խոսում ենք ինչքան կարևոր է դպրոցահասակ տարիքից մարդկանց այսպես սոցիալական հոլովակներում սովորացնել մի արեք դա վատ է։ Խնդրում եմ այս մասին խոսեք ու դրա կարևորության։ Շատ լավ, ուրեմն ամեն տարի ապրիլի 18-ին մեր կազմակերպությունը Պատմամշակութային արգելոց թանգարանների պահպանության ծառայությունը բոլոր մարզերում մարզային ծառայությունների հետ համատեղ իրականացնում են դպրոցահասակ երեխաների հուշարձանների պահպանության, հուշարձանների պահպանման ձևերի կարևորության խնդիրների վերաբերյալ դպրոցական դասախոսություններ, ցուցահանդեսներ, այդ օրվա շրջանակներում նաև մեր մասնագետները տարբեր մարզերում եւ դպրոցում դասախոսություններ են իրականացնում եւ սա կարևոր է նրանով, որ հենց այս տարիքային խմբի համար կրթական ծրագրերի բաղկացուցիչ մաս դարձնելով մենք պետք է սովորեցնենք մեր սերունդներին, որպեսզի ճիշտ ձևով կարողանան հուշարձանները պահպանել եւ օգտագործել։ Նաեւ իրականացնում ենք համայնքների հետ որոշակի աշխատանքներ, թե ինչպես պետք է համայնքը իր տարածքում գտնվող կամ կան մարդիկ, որոնց տները իրենց բակերում կան հուշարձաններ, ինչպես վարվել, ինչպես օգտվել այդ հուշարձաններից, որպեսզի չվնասեն դրանք։ Եվ մենք նաև խոսում ենք այն մասին, որ եկեք լավատես լինենք, առաջընթացը կա։
Առաջընթացը կա, ամեն դեպքում մեր սերունդը գնալով մի քիչ վայրենի ենք այն ժամանակ, հետո մի քիչ խնամող, հետո մի քիչ այլ դաս։ Ինչպես եք այդ էվոլյուցիան տեսնում։ Կարծում եմ նոր սերունդը շատ ավելի լավ է կապված հուշարձաններին, շատ ավելի լավ է հասկանում դրանց կարևորությունը, դրանց պահպանման կարևորությունը։ Նոր մենք տեսանյութ տեսանք, որը պատրաստվել էր մեր պահպանության ծառայության կողմից, կարծում եմ շատ դիպուկ տեսանյութ էր եւ այնտեղ նշվում էր, որ պետք է պահպանենք մեր հուշարձանները, որովհետև դրանք մեր անցյալի լուր վկաներն են, նաև դրանք մեր պետության եւ ժողովրդի հարստությունն են, այնպես որ պետք է դրանք աչքի լույսի պես պահենք։ Դե շնորհակալություն, հաճախ եկեք մեզ մոտ, պատմեք թե մեր պատմության արձանագրությունից ինչեր եք նոր բացահայտել, ողջևորում է դա մեզ։ Ձեզ լավ օր ենք ցանկանում եւ պեղումների արդյունքում նոր հայտնագործություններ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնենք շատերին հարասատ դարձած մեր գործընկերոջը Good.am-ին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Good.am-ը բացառիկ հնարավորություն է ընձեռել մեր հայրենակիցներին ձեռք բերելու բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաև արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային, սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Good.am-ը աչքի են կնում նաև հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարել, ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն սպառիչ պատասխան։ Չմոռանաք նշել, որ ամեն շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով։ Good.am օնլայն հիպերմարկետը։ Տեսնում ես ինչ ֆոտոեր են տարածվել։ Այո, հրաշալի բույրեր են տարածվել, ես կուզեի, որ էկրաններից ներվային փոխանցվի։ Գգա այդ ժամանակը, գգա այդ տեխնոլոգիական ժամանակը գգա։ Տեղափոխվենք Սաթենիկը մոտ, տեսնենք թե ինչ փուլում է Սաթենիկը։ Սաթենիկ, բարի առավոտ։ Կարող եմ արդեն ասել բարի կեսօր, օջախուրին բուսական պատրաստ է, աղցանը մեր սիրելի պատրաստ է, շատ արագ, իհարկե անուշ բույրը տարածելով պատրաստել եմ այսօրվա իմ առաջարկած կերակուրները։ Մնում է ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ովքեր պահքի շրջանում են, օջախուրին առանց մսով, վրացական խմելի սուների անպայման օգտագործեք, սեր եւ պատրաստեք։ Կհանդիպենք վաղը, հաջողություն։ Շնորհակալություն քո համբույրների ասավ, իդեպ 1904 թվականի հենց այսօրն է ծնվել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Աշիլ Գորկինը, նա համարվում է 20-րդ դարի абստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը եւ սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչը։ Ոստանիկ Մանուկ Ադոյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Վանի նահանգի Խորգոմ գյուղում, Մանուկ հասակում դարձել է հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում Մոր սովամահության ականատեսը, որփանալով արտագաղթել է Միացյալ Նահանգներ եւ նոր կյանքի սպասումներով փոխել է նաեւ իր անունը։ Այո, Մանուկ տարիներին այսպես սարսափները երբեք չեն լքել նրան ու խորապես ազդել են նկարչի արվեստի վրա, թեև աճի առումով եւ ոճի առումով նա սկզբում մեծապես ազդվել է Պաբլո Պիկասոից եւ Պոլ Սեզանից, ժամանակի ընթացքում աստիճանաբար ձևավորել է սեփական տարբերվող ոճը, որը նրա համար կայուն տեղ է ապահովել իր ժամանակի խոշորագույն նկարիչների շարքում։ Անձնական մի շարք ծանր ողբերգություններից, այդ թվում արվեստանոցի հրդեհից իր բազում կտավների կործանումից ընկնելով խորը ընկճախտի մեջ Գորկին ինքնասպանություն է գործել։ Նրա աշխատանքները մինչև օրս շարունակվում են ցուցադրվել աշխարհի խոշորագույն թանգարաններում։ Իդեպ այսօր 1452 թվականի ապրիլի 15-ին ծնվել է նաև վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ քանդակագործ ճարտարապետ երաժիշտ գրող Լեոնարդո դա Վինչին։ Նա եղել է նաև գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ եւ գյուտարար Լեոնարդո դա Վինչին իդեպ նա իմ լավագույն օրինակն է կյանքի Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիա վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր խորհրդավոր ընթրիկ որմնանկարը, որ իր դրամատիզմով, կերպարներով, հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման եւ մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է։ 1503 թվականին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը Մոնա Լիզան, երիտասարդ կնոջ երասկոտ, խոհուն, առեղծվածային փոքրինչ թաղծոց ժպիտը բացահայտում է բնորդողու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ։ Այո, դա Վինչին թողել է 7000 ձեռագիրեջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։ Որպես գիտական եւ ճարտարագետ, դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Սա արդեն դա Վինչիի մասին հարգելի հեռուստադիտողներ եւ նաեւ շնորհավոր ենք նրանց, ովքեր այսօր ծնվել են այս մեծանուն մարդկանց կողքին։ Ձեզ լավ օր ենք ցանկանում, բարի առավոտ, դիտեք Armenia TV եւ ժպտացեք հաճախ։ Հաջողություն։